Digitech-ին մասնակցել ենք 2024-ին, դրանից առաջել ենք առիթ ունեցել մասնակցելու ու առհասարակ կարևոր օրացույցային միջոցառումներից է, որը որ սպասված է։ Կրթությունը փաստացի անհասանելի է դարձնում մեր երեխաներին, զուտ պայմանավորված նրանով, թե որտեղ են իրանք ծնվել եւ ինչ սոցիալ-տնտեսական պայմաններում են գտնվում։ Ինչն է ստիպում քեզ այս ոդկասթը անել։ Ինչն է ստիպում ինձ չգիտեմ, գնալ դասավանդիր Հայաստանում ամեն օր աշխատել։ Դու ուզում ես մի բան ավելի լավ անես, չէ՞։ Որովհետեւ դու ավելի լավ չարեցիր, 1, 2, 3 դու այլևս մրցակցային չես լինելու։ Հիմա համակարգը չի նպաստում, որ դու մրցակցային լինես, որովհետեւ ի՞նչ է դասարանում դաստարը։ Դա հրապարակախոսություն է, դա կոմունիկացիա է, դա դասարանի կառավարումը ինչ է, դա մենեջմենտ է, հա։ Դու ոնց ես թիմ միտինգներ ես վարում, արդյունք ստանալը աշակերտներից, աշակերտներին մոտիվացված ու հետաքրքրված պահելը քո դասի նկատմամբ ինչ է, դա engagement-ն է, չէ՞, ներգրավվածությունն է։ Deadline-ները մոռացա։ Deadline-ները, հա, եւ այլ։ Բարև ձեզ, շարունակում ենք Թեքնստենք շիտակ խոսենք հանդիպումների շարքը եւ այսօր մեր հյուրն է Գոռ Նազարյան, ով դասավանդիր Հայաստան հիմնադրամի գործառնական գծով տնօրենն է։ Ողջույն, merci շատ հրավերի համար։ Ողջույն Գոռ ջան, շնորհակալ եմ, որ եկար։ Գանք ամենասկզբից։ Digitech 2024-ին Teach for Armenian հետաքրքիր տաղավարով ու կոնցեպտով էր հանդես եկել, ով չգիտի ասեմ Teach for Armenian այդ դասավանդիր Հայաստանն է։ Ու այս տարի եւս, այսինքն 2025 թվականի Digitech-ի հոբելյանական միջոցառմանը եւս արդեն հայտ է ներկայացել, որը հաստատվել է, որ մասնակցելու է։ Խնդրում եմ կպատմես նախորդ տարվա Digitech-ի տպավորություններից եւ հաջորդ ոնց որ փուլում պատմես նաեւ Teach for Armenia-ից։ Ես հետո հարցեր կտամ։ Ուղղակի ինձ հետաքրքիր է նախորդ տարվա Digitech-ին ինչ տպավորություններ կային, արդյոք արժեր մասնակցել ընդհանրապես, ինչ շահեցիք, ինչ ձեռք բերեցիք, ինչ կորցրեցիք ու գնանք առաջ։ Շատ լավ, նորից մերսի հրավերի համար։ Հետաքրքիր էր, որ ասեցիր նույն ինքը դասավանդիր Հայաստանը, որովհետև այդ շփոթը իրականում հաճախ լինում է մարդիկ ոնց որ կամ առանձին իմանան Teach for Armenian կամ առանձին իմանան դասավանդիր Հայաստանը ու չիմանան, որ այդ նույն կազմակերպությունն է, նույն հիմնադրամն է, ոնց որ շատ տեղին էր այդ դիտարկումը։ Digitech-ին մասնակցել ենք 2024-ին, դրանից առաջել ենք առիթ ունեցել մասնակցելու ու շատ կարևորում ենք տարվա ընթացքում ի թիվս այլ միջոցառումների հենց հատկապես Digitech-ին մասնակցությունը։ Կարևորում ենք, որովհետև Digitech-ը բավականին մեծ ավանդույթներ ունեցող հարթակ է, որտեղ որ կարելի ասել պլյուս-մինուս ամբողջ IT համայնքն է հավաքվում եւ ոչ միայն IT համայնքը, այլև այն մարդիկ, ովքեր որ այս կամ այն ձևով հետաքրքրված են ոլորտով կամ ինչ որ փոխկապակցված են այդ ոլորտի հետ, կարծում եմ ինքը տարվա այտենց առհասարակ կարևոր օրացույցային միջոցառումներից է, որը որ սպասված է, եւ մենք էլ չենք ցանկացել ու չենք ցանկանում անմասն մնալ դրանից։ Մի քանի նպատակ ենք հետապնդում Digitech-ին մասնակցելիս։ Նպատակ ենք հետապնդում ընդհանուր առմամբ իրազեկվածության բարձրացմանը, հա, եւ նեղ առումով դասավանդիր Հայաստանի մասին կամ առանձին ծրագրերի մասին, օրինակ Tech for Armenia-ի, որի մասին վստահ եմ այսօր կխոսենք, եւ լայն առումով ինչու՞ չէ կրթական խնդիրների մասին խոսելուն եւ դրանց հետ կապված ինչ որ գործընկերություններ ստեղծելուն։ Այդ նպատակին ուղղված եւ տաղավարի ձևաչափով ենք հանդես եկել եւ նաեւ ինչ որ միջոցառումների ժամանակ խոսնակների պանելային քննարկումների ձևաչափով ենք մասնակցել, կարծում եմ, որ այդ առումով բավականին արդյունավետ է ստացվել։ Մյուսը իհարկե բուն tech ոլորտի մարդկանց հետ շփումն է, մյուս նպատակը հենց Tech for Armenia նախաձեռնության համատեքստում, որովհետև այդ նախաձեռնությունը հենց կոնկրետ թիրախ ունի, հա, եւ այդ թիրախը եւ IT ոլորտի աշխատողներն են, եւ IT ոլորտի կազմակերպություններն են, եւ միավորները, եւ այդ առումով շատ կարեւոր է եւ ճանաչելի լինել եւ ճանաչել ու փոխադարձ հասկանալ ինչ հնարավորություններ կան համագործակցելու։ Դες, քանի որ ես նոր եմ լսարան հավաքում, հա, այսպես ասեմ, ես ուզում եմ մի քիչ գնանք հեռավոր ապագա, եթե ժամանակ ունես ու չես շտապում, իդեպ ասեմ, որ Գոռը այս մեր հանդիպման խաթր ուշացել է աղջկա հանդեսից, որի համար ներողություն եմ ես անձամբ խնդրում։ Ես էլ եմ խնդրում այդ ներողությունը։ Դու ես խնդրում։ Այո։ Շատ լավ։
ինչպես է ստեղծվել դասավանդիր Հայաստանը, գուցե շատ հեռու եմ գնում, բայց ոնց արդեն ասեցի, քանի որ ես նոր եմ լսարան հավաքում ու իմ համար շատ կարևոր է նաև ինֆորմացված լինելը այդ մակարդակով, ոնց է ստեղծվել, ինչ նպատակներ է ի սկզբանե հետապնդել, ինչ դժվարություններ ու խնդիրներ է տեսել ու ուրա հասել վերջի ժամանակներով։ Դասավանդիր Հայաստանի ստեղծումը երկու թվով է թվագրվում, հա 2013 թվական, երբ որ մեր հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը մեկնարկում էր, հա, այդ գաղափարի հետ տարվող աշխատանքները եւ 2015 թվականը, երբ որ առաջին անգամ մեր ուսուցիչները, ուսուցիչ առաջնորդները մոտ գործեցին դպրոց։ Եվ այդ առումով մենք իրականում հենց 2015-ն ենք վերցնում որպես պաշտոնական տարի եւ այս տարի մեր 10-ամյակն է։ Իդեպ հուլիսի 14-ի շաբաթում մենք հենց 10-ամյակին նվիրված տարբեր միջոցառումներ ենք ունենալու, որի հետ կապված դեռ առիթ կունենանք հայտարարելու եւ բաց ձևաչափով միջոցառումներ եւ ավելի սահմանափակ թվով հյուրերով միջոցառումներ, այդ մասով անպայման կհայտարարենք, բայց այս տարի մեր 10-ամյակն է։ Իսկ ստեղծվել է Դասավանդիր Հայաստանը հետեւյալ փորձառության վրա, հա, Լարիսան ինքը Teach for America ծրագրի մասնակից է եղել եւ այդ ծրագրի շրջանակներում իր համալսարանական տարին համալսարանը ավարտելուց հետո Ամերիկայում անցել է ընտրության փուլերը, դարձել է Teach for America-ի fellow եւ 2 տարի դասավանդել է եւ այդ փորձառության ընթացքում ոնց որ ինքը հասկացել է ինչքան կարեւոր ու հետաքրքիր ոլորտ է դա մի կողմից եւ մյուս կողմից Ես չեմ սխալվում, հենց Լարիսայի մայրիկը ոնց որ ասել է, շատ լավ է, որ այս գործունեությունով զբաղվում ես, բայց լավ կլինի նաև ոնց նմանատիպ մի բանի մասին Հայաստանում էլ պատկերացնես, մտածես, եւ հենց այս ոնց որ համատեքստով սկսվել է ձևավորել Դասավանդիր Հայաստանը, երբ որ Լարիսան վերադարձել է ու սկսել է զբաղվել, ոչ մեկ չէր հավատում, որ նման գաղափար հնարավոր է, այսինքն գաղափարը, հա, որ գաղափարը հետեւյալն է, որ կա կրթական խնդիր, հենց այդ խնդրի մասին խոսանք, այդ խնդիրը լուծելու համար դու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հավաքագրես, վերապատրաստես եւ 2 տարով գործուղես այն համայնքներ, որտեղ դրա կարիքը կա, որտեղ այդ մարդիկ ուսուցիչներ կլինեն, համայնքային զարգացման ծրագրեր կիրականացնեն եւ փաստացի գերազանց կրթությունը հասանելի կդարձնեն հետեւյալ համայնքի երեխաների համար։ Հիմա այս գաղափարին, երբ որ մեկնարկային փուլում էր նախաձեռնությունը, ոչ ոք չէր հավատում։ Ոչ պետական պաշտոնյաներն էին հավատում, ոչ պոտենցիալ դոնորներն էին հավատում եւ այլն, եւ անգամ մի արտահայտություն, որը հաճախ Լարիսան էլ մեջ բերում, ես էլ ոնց որ առիթի դեպքում ասում եմ, նրան ասել եմ ոնց որ դու ամեն ինչ կգտնես, գործընկերներ կգտնես, դոնորներ կգտնես եւ այլն, բայց Հայաստանում չեն լինի մարդիկ, ովքեր որ պատրաստ կլինեն իրանց հարմարավետության գոտին թողնելու եւ գնալու օրինակ մարզային համայնքներում դասավանդելու դպրոցում։ Եվ այս համատեքստում, այս ֆոնային միջավայրում, որտեղ որ հոսանքը լրիվ հակառակ էր, Լարիսան իր վերջո 2 տարվա ընթացքում կարողացել է մոբիլիզացնել իր ռեսուրսները եւ ստեղծել Դասավանդիր Հայաստանը կամ ինչպես ինքն ասում համաստեղծել Դասավանդիր Հայաստանը այն 14 մարդկանց հետ, ովքեր որ առաջիններից են եղել, որ միացել է ծրագրին եւ հավատացել է, այո, եւ դարձել է ուսուցիչ առաջնորդ մեր ծրագրի շրջանակներում 2015 թվականին։ Եվ այսօր մեր շրջանավարտների թիվը 400-ն անցնում է։ Այսօր մենք ներկայացված ենք շուրջ 150 համայնքներում բացի շրջանավարտներից, հա, այսինքն մարդիկ, ովքեր որ հենց հիմա համայնքներում դասավանդում են դպրոցներում, այդ իմ ասած համայնքային զարգացման ծրագրերն են իրականացնում եւ կրթությունը, գերազանց կրթությունը հասանելի են դարձնում աշակերտների համար։ Հիմա կասեք, լավ ինչներիս է պետք է ամեն ինչը, էլի ելման կետ ունենալով, որ գուցե լսողների մեջ մարդիկ կան, ովքեր որ տեղյակ չեն, պետքա որովհետեւ մենք բազմաշերտ կրթական ճգնաժամի մեջ են գտնվում։ Մեր պետությունը, էլի։ Եվ այդ ճգնաժամի շերտերը մի քանիսն են։ Օրինակ, ըստ պաշտոնական վիճակագրության մեր տարական դասարաններում սովորող ամեն երրորդ աշակերտը ֆունկցիոնալ անգրագետ է։
Այս բառից մենք շատ հաճախ վախենում ենք, բայց դա տերմին է, եւ ինչ է նշանակում ֆունկցիոնալ անգրագետ, նշանակում է, որ դու քո տարիքին համապատասխան տեքստը կարդում ես կամ չես կարողանում կարդաս կամ կարդում ես չես կարողանում անցալես, վերարտադրես, հարցերի պատասխանես եւ այլն։ Հենց այս բանը պաշտոնական վիճակագրությամբ, որը որ այդ վիճակագրությունը նաեւ տեղ է գտել կրթության զարգացման միջև 2030 թվականի պետական ծրագրում, հա, որպես հիմնարար կոնտեքստ, դա այն պատկերն է, որը որ մենք ունենք։ Մեկ այլ պատկեր է, թե ոնց ենք մենք օրինակ շուրջ 50%-ին մեր աշակերտության կորցնում ավագ դպրոցի ճանապարհին, հա, այսինքն հաճախելիության կամ այլ ինչ-որ ձևաչափերով, բայց իրանք ոնց որ չեն մասնակցում այն կրթական գործընթացին, որին պետք է մասնակցեն։ Մեկ այլ խնդիր է, թե օրինակ ըստ Teams-ի հետազոտությունների ինչ ցուցանիշներ են մեր աշակերտները դրսևորում մաթեմատիկայից կամ բնագիտական առարկաներից։ Օրինակ այնտեղ այդ numerous-ի չափում որ կա, մենք թվաճանաչություն ենք բառացի թարգմանում, մի քիչ այնքան էլ հաջող երևի թարգմանություն չի, բայց դա նշանակում է, որ պետք է կարողանա աշակերտը բազային գումարում հանում, բազմապատկում, բաժանում, կոտորակի հետ աշխատանք կարողանա անի։ Եվ այդտեղ էլ բավականին տխուր ցուցանիշներ ունենք։ Տխուր ցուցանիշներ ունենք, թե դպրոցի եւ բուհի մեջ, բուհի եւ աշխատաշուկայի, այսինքն եթե մի քիչ էլ ծավալվենք, հա, ինչ կապ գոյություն ունի, ոնց է մեկը նախապատրաստում մյուսին եւ արդյոք նախապատրաստում է։ Եվ այս ամեն ինչը եզրափակեմ ուսուցիչների մեծ պակասով, հա։ Եվ ելի այս նույն պաշտոնական վիճակագրության, որը որ ցանկացած պահի ես դուք բոլորս կարող եք մտնել օրինակ ԵՄԻՍ կայքը, պետական կայքը, կրթության նախարարության եւ տեսնենք, որ նրանք շուրջ 700 հաստիկ կա եւ ավելին դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիկներ, որոնք չեն համալրվում։ Այսինքն դուք պատկերացրեք իրավիճակ, որ ասենք դուք գնացել եք դպրոց եւ 10 տարվա ընթացքում մաթեմատիկայի ուսուցիչ չեք տեսել, լեզվի ուսուցիչ չեք տեսել։ Կամ ասենք մի 4 տարին տեսել եք, այն մի 4 տարին կամ 5 տարին կամ 8 տարին չեք տեսել։ Ես կպատկերացնեմ, որովհետեւ ես մինչեւ հիմա շնորհակալ եմ մաթեմատիկայի ուսուցիչից։ Դուք շատ բարդավոր եք այդ առումով, բայց այս հարցը, օրինակ կարող ենք ուղղել մեր լսարանին, ասենք նույն կոմենտների հնարավորություն, եթե ոդկասթն ունի, թող պատասխանեն, ասենք իրանք դպրոց գնալուց, օրինակ ուսուցչի պակաս ունեցել են, թե չէ, ուսուցչի պակաս առհասարակ կամ օրինակ պակաս, որը որ լրացվել է ուրիշ ուսուցչի կողմից, ասենք օրինակ ֆիզկուլտուրայի ուսուցիչը նաև կենսաբանություն էր դասավանդում։ Իմ ասած 700 թիվը, որի մասին ես խոսում, դա կրկնում եմ, դա պաշտոնական վիճակագրություն է, այդ 700 թիվը տվյալ առարկան դպրոցում չի դասավանդվում, որովհետև ուսուցիչը չկա։ Եվ սա բավականին լուրջ ճգնաժամ է, եւ կրթությունը փաստացի անհասանելի է դարձնում մեր երեխաներին, զուտ պայմանավորված նրանով, թե որտեղ են իրանք ծնվել եւ ինչ սոցիալ-տնտեսական պայմաններում են գտնվում։ Հիմա հարց կոր, կներես որ ընդհատեցի քեզ, այդ խնդիրը ավելի շատ մարզերում է, թե քաղաքն Երևան քաղաքն է հետը, այդ հաշվարկի մեջ։ Տվյալ հաշվարկը վերաբերվում է Հայաստանի 9 մարզերին, այսինքն նաև այդ տվյալն էլ ամբողջ Հայաստանի Հանրապետությանը չվերաբերող է։ Երկրորդ, Երևանում եւս այդ խնդիրը կա։ Եվ հատկապես արվարձաններում այդ խնդիրը կա, բայց ոչ միայն։ Այսօր եթե ցանկացած դպրոցի տնօրենի մոտենաք եւ հարցնեք դու ունես կադրային խնդիր, ձեզ միանշանակ դրական պատասխան կտա։ Եվ այդ կադրային խնդիրը մի քանի մասից է բաղկացած։ Օրինակ այս պայն թափուր հաստիկ, որը որ չի կարողանում լրացնի, երկրորդ խնդիրը դա այն է, որ ունի ուսուցիչ, որ պետքա գնա թոշակի, ում ինքը ծնողները, չգիտեմ, ուսուցչական համայնքը խնդրում են, վայ հանգարց չգնաս, որովհետև չեն կարողանալու քո փոխարեն մարդ բերեն, եւ այսպես շարունակ։ Հիմա մեր ուսուցիչների, եթե չեմ սխալվում, 50-ից ավել տոկոսը, հիմա համակարգում, հա, գործող ուսուցիչների 50-ից ավել տոկոսը կամ գտնվում է կենսաթոշակային տարիքում, կամ մոտ է կենսաթոշակային տարիքին։ Հիմա եթե համեմատում ենք օրինակ պայմանական մանկավարժական համալսարան քանի հոգի ընդունվում առաջին հայտով, ոչ թե չի ընդունվել մի 3 այլ տեղ եւ վերջում հայտնվել է մանկավարժական համալսարանում, այլ ինքը ցանկանում է մանկավարժ դառնա, քանի հոգի ընդունվում, առավել եւս բնագիտա-մաթեմատիկական առարկաներից եւ օրինակ մեկ այլ վիճակագրություն էլ կողքը դնենք, այդ ավարտողների քանի տոկոսն է մանկավարժ դառնում, առավել եւս մարզային համայնքներում։ Այս թվերը
որևէ մեկը այս թվերից որևէ կապ չունի մյուսի հետ։ Եվ այդ ճգնաժամը կա, այդ ճգնաժամը խորացող տենդենց ունի, ավելին կրկնում եմ, ոնց որ այդ ասած 700 թվի մոտ կեսը բնագիտա-մաթեմատիկական առարկաներից, այսինքն բնագիտություն, ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա, այդ ավելի ավագ դպրոցի ուղղությամբ է, միջին եւ ավագ դպրոցներ։ Դե մարզերում հատկապես գյուղական համայնքներում այդ ավագ դպրոց տարանջատումը չկա, իսկ միջնակարգ դպրոցը 12 տարվա, բայց այնտեղ որտեղ որ այդ բաժանումն էլ կա, ինքը ավագ դպրոցներին եւս վերաբերվում է։ Գորբա ինչ են անում։ Ինչ են կանելու։ Դե շատ տխուր կետեր նշեցիր։ Մի տեսակ ուզում ենք ոդքասթը փակենք գնալ։ Չէ, այդքան չէ, հեսա փորձենք։ Նայ, նոր ոնց որ ասում բանից հանդիսատեսից հարց հնչեց ընթացակարգի հետ կապված, կուզեմ մի հատ այդ մասով ասես։ Այսինքն մենք ունենք 700 ուսուցչի թափուր հաստիկ, նախ մի հատ հարց տամ ԿԳՄՍ-ի հետ, այսինքն կրթության նախարարության հետ համագործակցության այս պահին գործող process-ներ կան թե ոչ, ենթադրում եմ կան, վստահ եմ որ կան, ու ոնց է արդյոք լրացվում կամ պլանավորվում լրացվել թե ձեր թե կրթության նախարարության հետ միասին այդ թափուր հաստիկները ու ինչ ընթացակարգով են մարդիկ ովքեր ուզում են լինել դասավանդիր Հայաստանում ուսուցիչ, որ գործուղվի, այդ 3 հարցը մի հատ ասա էլի մի քիչ հուսադրի թե չէ sense չեղավ։ Ինչ ենք անումի կոնտեքստում, փորձեմ դասավանդիրից դուրս գալ հարցին ավելի լայն։ Իրականում քայլեր արվում են։ Այսինքն եթե պետության մասշտաբով նայեմ, ասեմ ամենակարևոր քայլերից մեկը դա խնդրի արձանագրումն է, որ տեղի է ունեցել, այսինքն մենակ եթե հիշողությունս չի դավաճանում, առաջին անգամ հենց մեր ներկայիս ԳԳՄՍ նախարարը Ժաննա Անդրեասյանը այն ժամանակ փոխնախարար էր ազգային ժողովի ամբիոնից, օրինակ էս իմ ասած թվերը հրապարակում էր, հետագայում իմ ասած այդ կրթության զարգացման մինչև 2030 թվականի ծրագրի ծոր նախաբան դարձան այս թվերը, դա կարևոր է, որտեղ մինչև այդ որևէ պաշտոնական տենց վիճակագրություններ նշածս խնդիրների վերաբերյալ չի եղել։ Դա վիճակագրություն չի ինձ թվում։ Հիմա այդ արձանագրումից հետո շատ քայլեր են արվել։ Օրինակ 30 կրեդիտ ատեստավորման մեխանիզմն է ներդրվել, հա, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ նախկինում մենք ունեինք հետևյալ պատկերը, որ ուսուցիչ կարող են դառնալ միայն այն մարդիկ, ովքեր որ ունեն մանկավարժի որակավորում, որը որ տալիս է կամ մանկավարժական համալսարանը, կամ պետական համալսարանը, կամ այլ համալսարաններում ինչ-որ առանձին ֆակուլտետներ, հա, ու էլի համալսարաններ կան, ասենք Գավառի պետականը, չգիտեմ, Գորիսինը եւ այլն։ Ինչ է տալիս 30 կրեդիտը, ասում եմ, օքեյ, դու սովորել ես, ենթադրենք ֆիզիկայի ֆակուլտետում, բայց չունես մանկավարժի որակավորում, դու կարող ես անցնել ավելի կարճ տևողությամբ կուրս, այսինքն ոչ թե անես մանկավարժության մագիստրատուրա, ենթադրենք 2 տարի տևողությամբ, այլ չգիտեմ, մի քանի ամիս տևողությամբ կարճ կուրս անես, որի արդյունքում կստանաս կրեդիտներ, որով կկարողանաս օրենքով սահմանված կարգով մուտք գործել դպրոց եւ դասավանդել։ Այսինքն ալտերնատիվ կարճ IT բառապաշարով ասած shortcut-ային մի հատ ճանապարհ ստեղծվեց, որպեսզի ինչ որ ձևով այդ բացը լրացվի։ Դա չեմ վախենա ասեմ, հենց դասավանդիր Հայաստանի փորձառության եւ ինչու՞ չէ ջատագովության նաեւ արդյունքն ա եղել, որովհետեւ առաջինը որ այդ ձևաչափով աշխատել է, հենց դասավանդիր Հայաստանն ա եղել, երբ որ մենք ոչ մանկավարժներին մեր ամառային վերապատրաստման ակադեմիայում ինտենսիվ վերապատրաստել ենք եւ գործողել ենք համայնքներ։ Բայց օրենսդրական մակարդակում այդ հարցը կարգավորվել է 2021 թվականին։ Սա ասենք մի հատ օրինակ է, թե ինչ արվում, էլի։ Կամավոր ատեստավորումը եւս կարծում եմ այդ գործընթացներից է։ Հիմա իհարկե շատ ինքը հակասական թեմա է թեստերի որակի, այս հարցի, այն հարցի հետ կապված, բայց ամեն դեպքում դա աշխատավարձը էականորեն բարձրացնող գործիք է եւ աշխատավարձը բավականին կարևոր տեղ ունի, հա, կարիերայի ընտրությունների գործում։ Ու սա իմ կարծիքով դրական ազդեցություն ունի եւ ավելի շատ կունենա եւ եղած ուսուցիչների մնալու համար համակարգում եւ նաեւ ինչի՞ չէ նորերի ներգրավման համար։ Բայց շատ կարևոր է, որ համալիր գործիքակազմ կիրառվի, էլի, ինչ նկատի ունեմ, էլի, որ
Մարդը կարիերան ընտրում է, առավել եւս երիտասարդը, կարիերան ընտրում է մի շարք գործոնների հիման վրա, հա։ Դա այո գումարն է, դա հեղինակությունն է տվյալ աշխատանքի, դա առաջարկվող երկարաժամկետ հնարավորություններն են, դա իր աճի հնարավորություններն են։ Ու ասեն շարունակ, հա։ Մանկավարժի դեպքում ոնց որ ինչ որ մի մասը հիմա ստեղծվում է, ինչ որ մասը շարունակում է չլինել։ Օրինակ, դուք ոչ միտեղ գովազ չեք տեսնի նրա մասին, որ չգիտեմ, դարձիր ուսուցիչ, բացառությամբ դասավանդիր Հայաստանի պաստառների։ Ոչ միտեղ դուք դա չեք տեսնի։ Բայց համեմատության համար հանգիստ գովազդ է, դարձիր ուսուցիչ։ Բայց համեմատության համար օրինակ կտեսնեք դարձիր պարեկ, հա, երբ որ ծրագիրը նոր էր ներդրվում, ասենք հատկապես բանը միջքաղաքային այդ մայրուղիների վրա, ասենք չգիտեմ, ծառայությունը գալիս է լորվա մարզ, կարաս դառնաս պարեկ։ Հիմա այո, տեղ ծրագիր կար միջազգային եւ այլ, բայց ասում եմ, սա ռազմավարական նշանակության հարց է, բայց մարքեթինգային առումով ինչ քայլեր է արվում պետության կողմից, որ օրինակ այդ գրավիչ դառնա։ Նույնը վերաբերում է ուսուցչի հեղինակության։ Այսօր օրինակ ուսուցիչը բոլոր կողմերից սեղմված է։ Ծնողները պահանջում են, համակարգը պահանջում է, չգիտեմ, բոլորը պահանջում են։ Տնօրենը պահանջում է, չգիտեմ, թղթաբանությունը պահանջում է, աշակերտը պահանջում է, բոլորը պահանջում են, բայց տեղը ոչ մի բան չի դրվում։ Որ ասենք լավ, դու ես բոլոր կողմերից շրջապատել ես, այս ուսուցչին, ինչ ես անում, որ շրջապատեցիր, այդ մարդը ոչ մի բան չի անել։ Անգլերենում բաղ enable բառ կա, հա, այսինքն դու պետք է ստեղծես մեխանիզմներ, որոնք որ խրախուսելու են ուսուցչին ամեն հաջորդ օր էլ ավելի լավը լինելու։ Եվ դա միայն ուսուցչին չի վերաբերում, մեզանից յուրաքանչյուրին է վերաբերվում։ Ինչն է ստիպում քեզ այս ոդկասթը անել։ Ինչն է ստիպում ինձ չգիտեմ, գնալ դասավանդիր Հայաստանում ամեն օր աշխատել կամ ցանկացած տեղ աշխատել, հա, դու ուզում ես մի բան ավելի լավ անես, չէ՞, որովհետեւ դու ավելի լավ չարեցիր, 1, 2, 3 դու այլևս մրցակցային չես լինելու։ Հիմա համակարգը չի նպաստում, որ դու մրցակցային լինես։ Ինչ որ կետերում նպաստում է, օքեյ, կամավոր, ատեստավորում եւ այլ, բայց լայն հաշվով ինքը ավելի շատ սեղմող է։ Հիմա մենք ասում ենք ուսուցիչը ինքը պատրաստ չի այսօրվա ՏՏ ոլորտում այս նորամուծությունների բանի հետևից եւ այլ։ Հիմա ես էլ ասում եմ, իսկ ինչ մեխանիզմներ ենք մենք դրել կամ դնում նախկինում եւ ներկայում, այսինքն եւ ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում, հա, ինչ մեխանիզմներ ենք մենք դնում, որպեսզի ուսուցիչը մոտիվացված ամեն օր վեր կենա գնա դպրոց, որպեսզի շահագրգռված լինի ներսից, sense մեջը կրակ վարվի, ամեն աշակերտի հետ տանելու են աշխատանքը, որի համար կա։ Եվ այդ առումով այն փորձը, որ մենք ունենք, իսկ մենք աշխատում ենք ոչ միայն այն մարդկանց հետ, ովքեր որ նոր են ուսուցիչ դառնում, այլև մեր տարբեր ծրագրերով, եթե առիթ լինի այսօր խոսենք, աշխատում ենք համակարգում աշխատող դպրոց ուսուցիչների հետ, եւ մի հետադարձ կապ, որ իրանցից լսում ենք, օրինակ որ մարդը որ մի քանի տասնամյակ աշխատել է դպրոցում, հետապնդում ես, ասում է դուք ինձ հիշեցրեցիք, թե ես ինչի համար եմ ժամանակին այս մասնագիտությունը ընտրել։ Եվ ինքը իր աշակերտների ծնողների հետ, իր ավելի երիտասարդ ուսուցիչների հետ միասին այնպիսի վարժություններ են անում, այնպիսի գործողություններ են անում, այնպիսի մշակույթ են համաստեղծում իրենց դպրոցում, որը որ ոչ միայն դպրոցի մակարդակով կարելի է երազել նման մշակույթի մասին, այլև մենք կազմակերպություններում, հա, գործատուներս շատ խոսում ենք, չէ, կորպորատիվ մշակույթի մասին եւ այլ, այդ մշակույթը այդտեղից ինքը ձևավորելով բերեսել է եւ այն ինչ որ այն մշակույթը, որը մենք այսօր որպես գործատու ենք տեսնում, իրականում այդ մշակույթը մենք հիմա չենք ձևավորում, մենք դրա ոնց որ որպես հետևանք գործ ունենք։ Իդեպ շատ հետաքրքիր բան ասացիր ուսուցիչների հետ կապված, օգտվելով առիթից ես այդպես հատուկ շնորհակալություն եմ ուզում ասեմ իմ օրաքրոջը, ով հայոց լեզվի եւ գրականության դասատու է եղել երկար տարիներ, վստահ եմ ինքը ինձ հիմա լսում է, ու պակասները դրում չի ունեցել, թե իմ թե իր կողմից ավարտացրած, հա, երեխաների ապագայի մեջ, մերսի Մոկ ջան, շաքարվեցի, գիտես, արի գիտես ինչ անենք։ Որ տենց է, ես էլ իմ ուսուցիչներին շնորհակալություն կասեմ, Երևանի թիվ 12 միջնակարգ դպրոցի ուսուցիչներին, չեմ առանձնացնի, որովհետև ես համարում եմ, որ իմ բախտը իսկապես բերել է այդ հարցում։ Դա չի նշանակում, որ չեն եղել առարկաներ, որոնք լավ չեմ սովորել,
կամ ինչ որ խնդիրներ մարտահրավերներ չեն եղել, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մենք շատ դրականորեն արտոնյալ ենք եղել այն հնարավորությունների այդ դպրոցում այն վերաբերմունքի, որ ստացել ենք ուսուցիչներից այն ժամանակահատվածում, որում որ եղել ենք էլի, ու դրա համար շատ մերսի իրենց։ Արի sense պայմանավորենք Digitech-ում այս տարվա ես փորձեմ հնարավորինս ամենը անել, որ այդ դասավանդիր ոնց ասեցիր նոր բարեկներին որ հասնում է դարձիր ուսուցիչը դարձիր ուսուցիչ մեսեջը շատ ավելի շատ լինի պայմանավորվեցինք մեր բոլոր հնարավոր հարթակներում ես պաշտոնապես եթերից խոստանում եմ գտնել բոլոր ձայնային, վիդեո ձայնային, չգիտեմ, տպագիր եւ այլ կրիչները, որ այդ ինֆորմացիան կարողանանք տարածենք։ Ընտիր։ Իդեպ մենք բան ունենք, սլոգանը մեր խիզախիր այս տարի, խիզախիր դասավանդեր, խիզախիր փոփոխություն անել եւ այլ, որտեղ այո, ոնց որ հիմա այն նույն ասածս պատճառներով հաճախ դա խիզախելու մասին է եւ պայմանավորվեցինք։ Տղա ես դասավանդիր, հա։ Տղա ես աղջիկ ես, հա։ Տես, բանի Digitech-ի մասին խոսեցինք, հիշացնում ինչի համար ենք հավաքվել։ Նենց լավ բան ես ասում, այսինքն լավ ու կարևոր, որ տենց տարվում եմ ու գնում եմ դեպի հետ։ Հոկտեմբերի 10-12 Digitech 2025 թվական, Digitech-ի 20-ամյակ, UAT-ի 25-ամյակ, այդ որ ամյակ ասեցիր, հիշեցի։ Իմ 33-ամյակ։ Ում։ Իմ։ Քո։ Այդ ժամանակն է։ Ու մի հատ կարևոր ինֆո էլ տամ մեզ լսողներին, ու քեզ չնայած դու էլ գիտես Techfix-ի մասին, հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում, որը էլի մեր ընդհանուր միսիային ծառայեցնող միջոցառում է, հա, համայնքային եւ կրթական եւ տեխնոլոգիական եւ գիտատեխնոլոգիական, որտեղ որ եւս էլի ասում եմ, որ կփորձենք հնարավորինս այդ դարձիր ուսուցիչ կոնցեպտը առաջ տանել, դա մի քիչ փոքր է տարածքը, բայց կաշխատենք անել։ Արի Tech for Armenia-ից խոսենք, որտեղ այդ ուղղությունը ինձ շատ հետաքրքիր է, որտեղ դասավանդիրը արդեն ինքը կայացած է, ինքը ինչ-որ process-ով գնում է, հա, 10 տարի։ Tech for Armenia-ը ոնց է ստեղծվել ու ինչ process է հիմա ինքը ինչ շրջան է ապրում ու ինչ նպատակ է հետապնդում։ Մինչև Tech-ին անդրադառնալը զուտ, քանի որ ես մեր հանդիսատեսի հարցին չպատասխանեցի, բանի ընթացակարգի մասին։ Ընթացակարգի մասին, հա, մեզ մոտ 10 տարի շարունակ մեկնարկային ընթացակարգը նույնն է, հա, հայտադիմում պետք է լրացնես, իհարկե այդ հայտադիմում էվոլյուցիա է ապրել, բայց սկսվում է կյանքը հայտադիմումից, որը որ մինչև ապրիլ 15-ը կամ 30-ը տվյալ տարվա թայմլայնով լրացնում ենք։ Հա, այս տարի էլ չեն հասնի, հա։ Եվ ունենք ընտրության փուլեր։ Այդ ընտրության փուլերը վերջին համենայն դեպս 4 տարիներին դրանք հարցազրույց է եւ խմբային աշխատանք, որից հետո նախապատրաստական աշխատանքն է սկսում։ Նախկինում առարկայական թեստավորում էր, հետո մեկ ամբողջ օր տևողությամբ տարբեր վարժանքներ։ Եթե ցուցանիշներով հա ասեմ, մեծ դիմորդների նախկինում 10%-ներ ընտրվում եւ դառնում ուսուցիչ, ներկայումս 6-ից 7% է։ Այսինքն բավականին մի կողմից կասեմ փոքր կոնվերսիա, մյուս կողմից կասեմ լուրջ ֆիլտրացիա ունենք այս գործընթացում, հա, որովհետև դիմելը դա մի բան է, բայց մենք նպատակ չունենք այն մարդով, որ դիմում է, մի անգամից հասցնենք տեղ, հա, ինքը պետք է հասկանա ուր է եկել, հասկանա ինչ ճանապարհ ունի անցնելու, պետք է համապատասխանի իր առարկայական գիտելիքներով, իր փափուկ հմտություններով եւ այլն, որ մենք էլ համոզմունք ունենանք կամ որ այս մարդը կարողանալու է հաջողել մեր ծրագրի շրջանակներում։ Եվ ասեմ ելի վիճակագրորեն, որտեղ ես վիճակագրություն շատ եմ սիրում, մեր ընտրված մասնակիցների 95%-ը ավարտում է ծրագիրը։ Այսինքն այստեղ այդ ընտրությունը բավականին կանխատեսող է նաև լինում նրա թե ինչքանով են մասնակիցները հաջողում ծրագրի շրջանակներում։ Ունենք արդյոք նպատակ, որ այն ասածս բոլոր 700 հաստիկները մենք փակենք, չէ։ Մենք այդ նպատակը չունենք որպես կազմակերպություն, մենք մեզ չենք դիրքավորում որպես ուսուցիչների հաստիկը փակող կազմակերպություն, բայց մենք մեզ դիտում ենք որպես կազմակերպություն, որը որ մի կողմից իր ծավալով, հա, մենք հիմա տարին 50-60 հոգի ենք նախատեսում ունենալ ուսուցիչների հոսքում, միայն այս ծրագրով։ Մենք ունենք սերունդ ծրագիր, մենք ունենք մագիստրոսական ծրագիր, ԵՊՀ-ում մենք ունենք եւ ունենալու ենք կարճաժամկետ ծրագրեր ավելի եւ այլն, բայց
Դրան զուգահեռ մենք պատկերացնում ենք մեզ որպես կազմակերպություն, ով կարողանում է հաջողված մոդելներ ստեղծել եւ առաջարկել պետությանը scale-ի, այսինքն ամբողջ օրինակ կրթական համակարգի մասշտաբով խնդիրները լուծելու համար։ Մեր Արմաթի պես։ Այո, դա Արմաթ հետ բավականին ողջավորող օրինակ է։ 17000 աշակերտ ունենք 650 դպրոցներում։ Մենք այս պահին անուղակի մեր ազդեցությունը, այսինքն ինչա նշանակում դա, այն դպրոցներում որտեղ որ ներկա ենք 30000 աշակերտ է, եւս շուրջ 20000 աշակերտի հետ ուղիղ, այսինքն դասավանդում են մեր շրջանավարտները։ Բայց մենք ունենք նաեւ շրջանավարտներ, ովքեր որ պետական տարբեր պաշտոնների են գործառույթներով են զբաղվում եւ փաստացի իրենց փորձառությունը եւ գիտելիքները ծառայեցնում են ամբողջ կրթական համակարգին։ Այսինքն իրանք հենց ուղիղ չեն ընտրել ուսուցչի մասնագիտացումը ու հիմա չեն դասավանդում, բայց ոլորտում են։ Օրինակ, տեսեք, մենք նպատակ չունենք, որ մեր ծրագրի բոլոր շրջանավարտները, այսինքն մարդիկ, ովքեր որ 2 տարվա փորձառությունն ավարտել են, անպայման մնան դպրոցում դասավանդեն։ Իրանց մի մասը մենք ուզում ենք մնալ եւ իրանք մնում են դպրոցում դասավանդում են, բայց մենք նաեւ ուզում ենք, որ մեր շրջանավարտները տարբեր ոլորտներում լինեն, բիզնեսի ոլորտում լինեն, պետության ոլորտում լինեն, հանրային քաղաքականության մշակման ոլորտում լինեն եւ այլն եւ այլն։ Որովհետեւ հաճախ մարդիկ միանում են այս ծրագրին իրենց գաղափարական կամ անձնային աճի տեսանկյունից, բայց ցանկություն չեն ունենում այտենց հավերժ այդ մասնագիտությունը ունենալու, ընդհանրեն։ Բայց գաղափարակիր են ու կարող են տարածել։ Այո, բայց կարող են հետո այդ փորձառությունը, դաշտային գիտելիքը ունենալով, տարբեր ոլորտներում լինելով ներազդեցություն ունենալ։ Հիմա ես որ ասում եմ օրինակ պետական ոլորտում, ասենք մեր կրթության տեսչական մարմնի ղեկավարը Վաղարշակ Մատիկյան մեր ծրագրի առաջին սերնդի շրջանավարտներից է։ Մարդ, որ դասավանդել է դպրոցում, մեր ծրագրով ա եղել, դասագրքերի մշակմանն է մասնակցել, հիմա էլ ամբողջ պետության մասշտաբով իր պետական գործառույթն է իրականացնում։ Ճիշտ եմ հասկանում, որ բացի հենց process-ի տարածմանը դուք նաև գաղափարային տարածման ու արժեքային տարածման գործառույթ եք անում զուգահեռ։ Կամ հետը։ Որ նպատակը։ Ինձ մեկ առանց մյուսի հնարավոր չի, հա։ Ես հաճախ ասում եմ, որ միայն հայրենասիրության համար ոչ ոք այս ծրագիրը չի անում։ Սա ի դեպ ամենահակասական մտքերից է, որ ես հաճախ ասում եմ։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ առանց այդ գաղափարների կամ օրինակ կրթության կարևորության վերաբերյալ գաղափարների կամ օրինակ անվտանգության վերաբերյալ գաղափարների ու պատկերացումների եւս մարդիկ սովորաբար չեն միանում ծրագրին։ Եվ անգամ երբ որ մեկնարկի փուլում, միանալու փուլում առաջնային մոտիվացիան հենց կարիերան ալինում կամ հետագա իրենց աճն ալինում, որը շատ ողջունելի է, որովհետև իսկապես այս ծրագիրը լուրջ պլատֆորմա անձնային ու մասնագիտական աճի տեսանկյունից ծրագրի ընթացքում շատ ավելի շատ բան են տեսնում մասնակիցները, շատ ավելի լավ են ճանաչում Հայաստանը, շատ ավելի լավ են ճանաչում հնարավորություններն ու մարտահրավերները եւ այո, այդ ձեր ասած գաղափարները, արժեքները, այդ մեր կազմակերպության արժեքները կամաց ներդրվում են մեր մասնակիցների շրջանում։ Ասում եմ, այսքանով կարելի է ավարտել մեր այս էպիզոդը, բայց մենք հələ Take for Armenian, Take for Armenia պետք է խոսենք։ Այո, Take for Armenian մեկնարկեց տարերայնորեն, հա, մեր կազմակերպության ներսում, այսինքն մի կողմից այն ժամանակ մեր հավաքագրման թիմի համատեքստում ոնց որ ունեինք այդ գաղափարը, հեսակասեմ որ գաղափարը, մյուս կողմից նաև կազմակերպության ղեկավար օղակը եւս լուծումներ էր փնտրում եւ ասենց աստիճանաբար սկսեց ձևավորվել Take for Armenian որպես կոնցեպտ, որպես ալտերնատիվ հնարավորություն այն մարդկանց համար, ովքեր որ այսպայն աշխատում են օրինակ ՏՏ ոլորտում եւ պատրաստական կամ հետաքրքրված կլինեն դասավանդելու դպրոցում, որովհետեւ մեր ստանդարտ մոդելն ասում էր, օքեյ, դու աշխատում ես հիմա կամ չգիտեմ, գուցե չես աշխատում, պետք է թողնես, տեղափոխվես X համայնք, որտեղ որ մենք քեզ կգործուղենք եւ այնտեղ քո գործունեությունը ծավալես, դասավանդես, իրականացնես համայնքային զարգացման ծրագիր եւ այլն, ու դա ինքը ամբողջական զբաղվածություն ենթադրող զբաղմունք է, գործ է։
Take for Armenian մշակելիս մենք այն ելմանկետն ունեինք, որ okay, բոլոր վիճակագրությունները ցույց են տալիս, որ STEM առարկաներից, այդ բնագիտամաթեմատիկական առարկաներից ուսուցիչների պակասը խորանում է։ Դրան զուգահեռ մենք տարբեր ռազմավարություններով եւս դժվարանում ենք այս ոլորտ ներգրավելու տվյալ մասնագիտությունների տեր մարդկանց, որովհետեւ նախ իրանք շատ քիչ են, երկրորդ մեծ հետաքրքրություն ունեն ՏՏ ոլորտի հանդեպ, առավել եւս նաեւ այդ ժամանակահատվածում, երբ որ թվերը շուկայի բավականին տենց աճող էին, եւ այդ Tech for Armenia-ի գաղափարը նրա մասին էր, որ ոնց անենք, որ մենք բեռնաթափենք ծրագիրը, հնարավոր դարձնենք համատեղել կես դրույք, 0.75 դրույք կամ ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատանքի հետ եւ օրինակ առաջարկենք կազմակերպություններին, որ իրենց աշխատողներին հնարավորություն տան հեռավար աշխատելու իրենց համար, իսկ աշխատակիցն էլ կդասավանդի դպրոցում եւ ինչ-որ փոքր արտադասարան ծրագրեր կանի։ Չի լքում հիմնական աշխատանքի վայրը, ուղղակի աշխատում է հեռավար, tech ոլորտում։ Այո։ Միևնույն ժամանակ զբաղվում է դասավանդով։ Միևնույն ժամանակ դառնում է ուսուցիչ դպրոցում, միևնույն ժամանակ մեր շահառուն է դառնում եւ մեր վերապատրաստումներն անցնում։ Բնագիտամաթեմատիկական իմաստով միայն։ Այո, այո։ Այս գաղափարը, որ ունեցանք, մոտիվացիայի, ոնց որ մենք պատկերացնում էինք, որ շատ ավելի արագ արձագանք ունենա, այդ թվում որտեվ դա ժամանակ էր, երբ որ հեռավար աշխատանքը շատ մոդայիկ էր ու տարածված էր, այսինքն այդ հիմա է, որ հետ են գալիս կամ հետ են կանչում աշխատակիցներին, բայց այդ ժամանակ ոնց որ դա հետ կովիդյան աշխարհն էր, հա, 2021 թվական։ Այդ ժամանակ էր։ 20 թվականի առաջին անգամ այս թեմայով խոսակցությունը, որին ես մասնակցել եմ իմ գործընկերոջ Անժելայի հետ, դա եղել է 20 թվականի դեկտեմբեր, 21-ի հունվար այս ժամանակահատվածում, օրինակ։ Դրանից ասենք այդ հետագա ամիսներին ծոր անդադ տարբեր քննարկումներ էին եղել կազմակերպությունում ունենում։ Բայց ամեն դեպքում նույն 21 թվականին դեռ կար կովիդը եւ դեռ հեռավար աշխատանքը եւ այդ եւ հաջորդ տարի բավականին տարածված էր։ Մենք սկսեցինք շատ ինտենսիվ հանդիպումներ անել դիդեպ եւ նաեւ ԱՏԶՄ-ին էլ այս մասով էլի շատ շնորհակալ ենք, որտեվ օժանդակել է այս գործընթացում, նաև առանձին կազմակերպություն, օրինակ նույն Instigate կազմակերպությունների խումբը, հա, էլի տենց միանգամից պատրաստակամություն հայտնեց աջակցելու, բայց երկու խնդրի էինք բախվում, հա, մի օրինակ ունենք կազմակերպություններ, որտեղ որ անգամ 3 խնդրի, կազմակերպություններ, որտեղ որ տնօրինությունը ի սկզբանե ասում է, չէ ժողովուրդ ջան, մենք տենց բաների հետ կապ չունենք, եւ դա անկախ նրանից թե ոնց որ Facebook-յան ինչքան ռազմայրենասիրական էին պոստերը գրվում, ունեին կազմակերպություններ, որտեղ որ տնօրեններ ասում էին այո, աշխատողների մեջ հետաքրքրություն չէր լինում, եւ ունեին կազմակերպություններ, որտեղ որ տնօրեններն ասում էին այո, աշխատողներն էլ մեծ հաշվով ինչ որ չափով հետաքրքրություն ունեին, բայց աշխատողի անմիջական ղեկավարը օրինակ մարտահրավեր էր տեսնում, որ չգիտեմ, հեռավար կարգով գործերը կազմակերպելու, աշխատանքի կազմակերպման մասով եւ այլն եւ այլն։ Այսպեսի հարցերը շատ էին բայց մենք չէինք բանանում, չէինք նեղվում դրանից, որովհետեւ արդեն այդ պայդրությամբ մենք բավականին դատա ունեինք մեր այսինքն մեր ստանդարտ ծրագրի մասին եւ փորձը ցույց էր տալիս, որ Դասավանդիր Հայաստանի ծրագրին մարդիկ դիմում են առնվազն 2-3 տարի անց այն կետից, երբ որ առաջին անգամ իմացել են դրա գոյության մասին։ Այսինքն բանը cycle-ը, հա, cycle-ը, հա, չգիտեմ, conversion cycle-ը բավականին երկար է։ Այսինքն օրինակ գալ տեղեկատվական հանդիպման կամ չգիտեմ, օրինակ podcast-ի հյուրիներ կամ եւ ակնկալել, որ այս տեսանյութը նայելուց հետո վաղը 30 հայտադիմում ենք ունենալու, չէ, դա այդպես չի աշխատում։ Մենք բավականին ուշ ենք դա տեսել, այսինքն 2 տարի հետո կգա։ Այսինքն մինիմում 2 տարի։ Ու դա նշանակում է, որ այդ 2 տարվա ընթացքում մենք պիտի կարողանանք համապատասխան աշխատանք տանել այդ հնարավոր կանդիդատի հետ, հա, որ լինի։ Ու մեզ հետաքրքիր էր, որ մենք երբ ֆոկուս խմբեր ենք անում մեր ընտրված մասնակիցների հետ, ասում ենք, գիտես, մեր պաստառը հիշում ես, թե չէ։ Եվ մասնակիցը ասում է, հա, հիշում եմ, ու նկարագրում է պաստառ, ոչ թե այն պաստառը, որ հիմա փողոցում փակցրած է, այլ պաստառ, որը 6 տարի առաջ է փակցրած եղել։ Ու սենց հետաքրքիր տվյալներ մեզ հուշում էին, որ
այս պահին ընկճվել, որ Tech for Armenia-ի մարդ չի դիմում կամ հետաքրքրություն չկա, պետք չի։ Իրականում հենց առաջի տարում մենք ունեցանք մասնակից, Կարենին ով Render Forest-ից էր, բայց հետո օրինակ դրա հաջորդ տարի ոչ մեկ չդիմեց ծրագրին։ Անցած տարի մենք ունեցանք արդեն իսկ ընտրված 4 մասնակից, բայց այդտեղ կարևոր փոփոխություն էինք արել եւ ելի մի քիչ տվյալներից եմ էլ ուզում խոսել։ Ինչքան կարող Որն էր այդ փոփոխությունը։ Մեր ստանդարտ ծրագրով մենք ասում ենք դու պետք է պատրաստակամություն ունենաս 2 տարում միանալու մեր ծրագրին։ Մեր ստանդարտ ծրագրով մենք ասում ենք դու պետք է պատրաստակամություն ունենաս տեղափոխվելու այն համայնք, որտեղ որ մենք քեզ կգործուղենք ելնելով կարիքից։ Հիմա Tech for Armenia-ի դեպքում մենք ասացինք 1+1-ը պիլոտ կանենք։ Արի դու մի տարվա պայմանագիր կնքի մեզ հետ, եթե փոխադարձաբար իրար կհավանենք, եւս 1 տարով այդ պայմանագիրը կերկարաձգենք եւ դու կդառնաս մեր ծրագրի շրջանավարտ։ Եթե չէ, առանց որևէ պարտք ու պահանջի, ոնց շնորհակալություն, ցտեսություն։ Երկրորդը համայնքի ընտրության հարցում արդեն գործատուների մասը մեծ հաշվի առնելով փորձեցինք գտնել այնպիսի համայնքներ, որտեղ մի կողմից կարիքը կա, մյուս կողմից գործատուներին էլ շատ հեռու չի, որպեսզի ոնց որ այն մտահոգությունները, որ գործատուներն էլ ունենում են, կարողանան փարատել։ Եվ ասեմ, արդյունքը միանգամից տեղի ունեցավ, այսինքն հաջորդ իսկ տարի մենք 4 ընտրված մասնակից ունենք, ովքեր որ հենց հիմա առաջին տարին ավարտում են, եւ 4-ից 4-ն էլ ասել են մենք ուզում ենք շարունակել ծրագիրը երկրորդ տարում։ 1+1-ի 1+1-ի, այո։ Հիմա ունենք այս պահին, եթե սխալ չասեմ, բայց 14 հոգի, ովքեր որ մեր հեսա ավարտում են ընտրության գործընթացը, ովքեր պատրաստական են այս 1+1-ի ձևաչափով գնալու։ Այսինքն դուք պատկերացրեք այդ scale-ը, հա, ոնց է տեղ ունեցել 1, հետո 0, 4, հիմա 14։ Սա այսինքն ոնց որ այս խոսակցությունը նաև ուզում եմ նրա մասին ցույց տալ, որ այդ data հավաքելը, թե ինչ data ես հավաքում, այդ data-ի հետ ինչ ես անում, բավականին կարևոր է ու մեր դեպքում շատ աշխատել է։ Ու նույն ձև եղել ու այն նույն պատմությունը, որ ասում էի, որ Լարիսային ասում էին, այ ամեն ինչ կգտնես, բայց մարդ չես գտնի, ով գնալ։ Այդ նույնը մենք լսում էինք Tech for Armenia-ի շրջանակներում։ Ասում էինք, մեր կազմակերպության տնօրենն ասում է, մեր կազմակերպության աշխատողները բացառվում է իրեն գնան մարզային համայնքում դաստա, բայց կոմֆորտը, բայց այս փափուկ դիվանը, բայց չգիտեմ բենեֆիթը եւ այլն։ Ասում էի, հարց չկա էլի։ Դուք մեզ համար իրազեկվածությունը կարևոր է, էլի, ոնց որ մենք կարանք օրինակ call to action չդնենք դրա մեջ, ասենք ուղղակի տեղեկացնում ենք ձեզ սրա մասին, որտեղ իսկապես մենք այդ իրազեկումը շատ կարևորում ենք։ Պարզվում է հենց այդ նույն կազմակերպությունը մարդիկ կան, որոնք բավականին հետաքրքրված են։ Ես շատ մարդիկ գիտեմ, որ ուզում են նույն Tech համայնքից շարունակել իրենց ոլորտային աշխատանքը, բայց մարզից աշխատեն, որովհետև քաղաքից արդեն հոգնել են։ Հիմա բայց արի քեզ հարթակ տրամադրեմ, այդ call to action-ը դիր մեջ է ու իրազեկի։ Ճիշտ է, մենք այտենց Tech համայնքից կարծում եմ, վստահ եմ մեծ կտոր նայում է մեր այս հանդիպումը, բայց ոչ միայն Tech համայնքից, բոլորին կարող է այտենց ուղիղ call to action, դա։ Call to action անես։ Մինչև call to action անել, ասեմ, ինչու է սա կարևոր, հա, այսինքն սա կարևոր է կրկնում եմ ոչ միայն այն պատճառով, թե դրա կարիքը կա մեր համայնքներում, աշակերտների համար եւ այլն, դա արդեն հասկացանք ինձ թվում է։ Սա կարևոր է մասնագիտական ու անձնային աճի զարգացման տեսանկյունից։ Հիմա հարց կառաջանա, դա լավ, ես ասենք, չգիտեմ, ծրագրավորող եմ, ինչ կապ ունի մանկավարժությունի հետ։ Կապ ունի այնտեղ, որ հաճախ այսօր մենք այս ոլորտում ինչ ենք տեսնում, հա, որ այդ փափուկ հմտությունների մեծ պակաս ենք տեսնում։ Տեսնում ենք, որ աճ են գրանցում տարիների արդյունքում, հա, պետք է դառնանք արդեն team lead, բայց մենք հա ֆանտաստիկ ծրագրավորող էինք, բայց team lead չենք կարողանում աշխատել։ Կոմունիկացիան ամենատարածված խնդիրներից է, հա, ոլորտում։ Մարդ ղեկավարելը ամենատարածված խնդիրներից է ոլորտում։ Ու այդ խնդիրները, երբ որ դու չես լուծում, ոնց որ ինքը հետևանքներ է ունենում բիզնեսի վրա, քո կարիերայի աճի վրա, ուրիշների կարիերայի աճի վրա եւ հիմա այս ծրագիրը եւ առհասարակ մանկավարժությունը բազմաթիվ հնարավորություններ է տալիս դա զարգացնելու, որտեվ ինչ է դասարանում դաստարը, դա հրապարակախոսություն է, դա կոմունիկացիա է, դա դասարանի կառավարումը ինչ է, դա մենեջմենտ է, հա, որ դու ոնց ես թիմ միտինգներ ես վարում, արդյունք ստանալը աշակերտներին մոտիվացված ու հետաքրքրված պահելը քո դասի նկատմամբ ինչ է, դա engagement-ն է, չէ՞, ներգրավվածությունն է։ Ու երբ որ դու
Deadline-ները մոռացա։ Deadline-ները, եւ այլ։ Հիմա այդ ամեն ինչը աշխատավայրում հաճախ մենք դա չենք ունենում։ Այդ support-ային, աջակցող մեխանիզմները։ Այստեղ դու եւ հարթակն ես ունենում, եւ ունենում ես այդ աջակցող մեխանիզմը իդեմս դասավանդիր Հայաստանի իր 10 տարվա փորձառությամբ, իր 400 պլյուս շրջանավարտներով, ովքեր որ այդ փորձառությունը, ինչի՞ չէ նաև մեր Teach for All միջազգային ցանցի փորձառությունը, բերում են քեզ որպես աջակցող մեխանիզմ, որ դու դրանում հաջողես։ Իսկ կազմակերպությունների համար սա իհարկե նաև մեծ հնարավորություն է, որովհետև այն կադրային պակասը, որ մենք այսօր ունենք, միգուցե այս պայն այնքան էլ խիտ չի, ինչքան մի 2 տարի առաջ այն բումի ժամանակ էր, բայց ինքը ամեն դեպքում կա։ Եվ այդ կադրային պակասը լուծելու համար պետք է խորքում այդ հարցը լուծենք։ Եթե երեխան դպրոցում մաթեմատիկա չի սովորում, ինչքան ուզում ես կուրսեր արա, ինչ-որ ակադեմիաներ ստեղծի եւ այլն, այդ էլ հələ մեծերն են կարողանում միջին կամ փոքր կազմակերպությունները դա անելու հնարավորություն չունեն, մագերեսի վրա այդ խնդիրը չես կարողանալու, դες կադրային սովը չես կարողանալու փարատես, բայց այդտեղ մենք հնարավորություն ենք տալիս կազմակերպություններին, օրինակ այն համայնքներում, որտեղ որ կան internship-եր ստեղծեն, արտադասարանային, չգիտեմ, ինչ-որ կոդավորման կամ ինչ-որ այլ հնարավորություններ ստեղծեն աշակերտներին։ Ուղիղ ասելով հասանելիություն ենք տալիս այն աշակերտությանը, այն տաղանդին երիտասարդ, որին իրանք այլ հավասար պայմաններում կամ չէին կարողանալու հասնել, կամ շատ թանկ էր լինելու իրանց համար հասնելը։ Եվ այս առումով, եթե եւ կազմակերպությունները եւ աշխատակիցները հետաքրքրված են, չեմ ասում դիմելով, առնվազն հետաքրքրված են ավելին իմանալու, ինչի՞ չէ համայնքային այց ունենալու, տեսնելու շփվելու մեր գործող ուսուցիչների հետ, ապա կարող եք դիմել մեզ կամ բոլոր սոցիալական կայքերում կա դասավանդիր Հայաստան կամ Teach for Armenia, գրեք Tech for Armenia-ով եք հետաքրքրված եւ մեր մաշան անպայման ձեզ կպատասխանի ու վստահ եմ այն ձևաչափով, որ ձեզ ամենահետաքրքիրը կլինի։ Իդեպ Digitech-ին հեղում անելով մի բան պատմեմ, ինձ թվում է քո ոգին կփառավորվի։ Անցած տարի տաղավարը որ արեցինք, դե մենք էլ ենք էլի այդպես երկար քննարկում ենք, լավ է տաղավարը որ անում ենք, ոնց որ ինչ ասամ էս տալու էր, եթե չգիտեմ ով տեսել է կամ չի տեսել, հեծանիվներ էին, ես եմ դիզայնը հաստատ տեսել եմ։ Հեծանիվներ էին, որի քշելով ոնց որ ֆրեշներ էր սարքում եւ այլն, այնց ագին հետաքրքրություն էր առաջադրում, առաջի հայացքից ոչ մի այնց ինչը ֆրեշ սարքելը կրթության հետ ինչ կապ ունի, բայց ինքը աշխատեց, ուրեմն հիմա մեր ծրագրում ընտրված մարդ կա, ով որ ասում ենք դե ոնց է եղավ որ դիմել ես, ասում եմ դե Digitech-ում էի բան, այնց տեսա ինչ որ հեծանիվ այնց գրավեց, գնացի, համարս թողեցի, հետո Մաշան սկսեց զանգել, Մաշան մեր Tech for Armenia-ի գծով ոնց որ պատասխանատուն է, եւ սկսեց զանգել, ասում եմ ես էլ ճիշտ ասած սովորաբար հեռախոս չեմ վերցնում առավել եւս օտար համարներից, բայց այնքան էր զանգել, ես էլ ավտոյի վրա գործ եմ անում, թե ինչ անում, այս դրվագը հուսով եմ չեմ խառնում, վերջը այդ մի պահ վերցրեցի։ Դա վերցրեց դες ճակատագրական հիմա արդեն որ ծրագրում է, այսինքն տենց Digitech-ից ուղիղ ունենք էլ, այո։ Դատայի հիման վրա, հա, որ ասում ես, այդ շատ կարևոր է, իրականում հեսա եթերից հետո մի քիչ խոսենք data analytics-ից, ես լիքը հարցեր ունեմ փաստորեն քեզ։ Մեր այս հաղորդման արդյունքները դու երբ կտեսնես։ 2 տարի հետո։ Չէ, դե կարանք օրինակ պայմանավորվենք հիմա դիտողների հետ, որ եթե հետաքրքրված են, թող այսօր teachforarmenia.org մտնեն։ Այսօր եթե սպայք ունենանք անալիտիկայի մեջ դիտումների, կայքի, այցելուների, ես քեզ կասեմ հոգիդ կրկնակի կփառավորվի։ Բայց եթե անգամ դա չանեն մեր ընկերները, մեր դիտորդները, որտեվ պարզը չէ, հենց հիմա չեն դիտելու, չգիտեմ, ինչ որ միջակայքերով են մարդիկ նայում, ես անձամբ ոդկասթերը տենց ագին երկար եմ նայում։ Մենք միշտ հարցնում ենք որտեղից ես իմացել դասավանդիր Հայաստանի մասին։ Ու սովորաբար ոնց որ հենց այդ ինֆորմացիան գալիս է։ Հիմա ագրեգացված ես քեզ ինչ որ տեխնստենքից դա քանիսը կլինի, մի քիչ կդժվարանամ երևի թե ասեմ, կամ 1-2 տարի հետո կարամ ասեմ էլի, չգիտեմ, այսքան մարդ մենք ասելա որ տեսել է էլի այդ ոդկասթը, բայց ինքը նաև այդ ազդեցությունը անուղղակի է էլի։ Ինչի անուղղակի, որովհետև ես օրինակ հաճախ ասում եմ մեր դիմորդներին, որովհետև մեր դիմորդները բավական դժվար փուլ են անցնում։ Իրանք շրջապատում։ Օրինակ դու որ դիմում ես, քո ամբողջ շրջապատը, ասենք ծնողներ, ընկերներ, բակի ժողովուրդը, ասում են դու ինչով ես ուզում զբաղվել։ Ես սա էդ ուր ես ուզում գնաս, այդ սա թողնում ես բան, ես կոմենկոմ։ Բամենք։ Հա,
ոնց ես անելու, սաղ կյանքդ մենակ չես ապրել կամ չգիտեմ եւ այլն, էլի ամեն մեկին դե մի բան ասում են։ Ու ես հաճախ ասում եմ, որ շատ կարեւոր է, որ հնարավորինս շատ մարդ տեղյակ լինի այս թեմայի մանրամասներից, էլի։ Ու այսինքն կարող է ուղիղ ենթադրենք դու որպես դիմորդ այս ոդքասթից չլինի, որ իմացած լինես, բայց քո ընկերները, քո կողքի ընկերները այս ոդքասթը տեսած լինելով, երբ որ դու ասես ես դիմում եմ դասավանդերին, ոչ թե ասեն, «Օ, այդ ինչ ես, այդ ինչ տեղ է, այդ ուր ես գնում, այդ ինչ ես անելու եւ այլն», ասեն, «Այդ ինչ կարևոր բանով ես զբաղվում»։ Ընկերդ էլ անուղակի ինքնազդեցություն է, որը որ եւս շատ կարևոր է, էլի։ Թույն Digitech-ը որոնի Էրիկա ոդքասթը կարա հատուկ սուբդոմեյնով չգնա։ Կասեմ։ Հավատա տենց լուրջ ոգևորված եմ, այն առաջի ռաունդի տխուր ու բան վիճակը տենց դրի բերեցիր, հետ փոխեցիր։ Չեմ ուզում խոստումս մեկ անգամ եւս կրկնեմ, այդ արդեն ասել եմ, այդտեղ բան չի փոխվել, ավելի ամրապնդվել է։ Այս առաջիկա 6 ամիս է, այսինքն մինչև այս տարվա վերջ ու հենց եկող Digitech-ին ինչ պլաններ ունեք։ Պլանները շատ են, մի մասը չեմ կարող բարձրաձայնել, որտեղ այդ մեր 11-ի միջոցառումների սփոյլ չանեմ, հա, բայց կարևոր իրադարձություններ են սպասվում, ընդհանուր առմամբ շատ 2025-ը մեզ համար մեր մյուս ծրագրերի ինստիտուցիոնալ կայացման նաև տարի է, այսինքն մենք օրինակ 2-3 տարի ԵՊՀ-ի հետ մագիստրոսական ծրագիր ենք արել, պիլոտավորել, ուսուցիչների առաջնորդության հիմա ավելի մեծ ֆոկուս ունենք ոչ դասավանդիրական ուսանողներ ունենալու, ֆոկուս ունենք միջազգային ակրեդիտացիա դրա համար ունենալու, մեր սերունդ դպրոցներն ենք ծավալվում, հա, ամեն դպրոցում, մենք աշխատանք ենք տանում հեղինակային դպրոց ունենալու համար, հա, ոնց որ ուզում ենք ամեն մարզում, այդ թվում Երևանում հեղինակային դպրոց ունենալ, ասեն շատ ծրագրեր ունենք, որոնք որ կարծում եմ շոշափելի տարբերություն կբերեն մեր կրթական էկոսիստեմային։ Բայց նաև շատ կարևոր են համագործակցությունները։ Եվ այդ համագործակցությունները եւ ոլորտի ներսում եւ միջոլորտային, հա, մենք հաճախ իզոլացված ենք փորձում ինչ-որ հարցեր լուծել, հա, կամ նույն հարցով, չգիտեմ, 4 տարբեր կազմակերպություն ուզում է զբաղվի։ Բայց իրականում, չգիտեմ, ԱՏԾՄ-ն իր փորձառությունն ունի, դասավանդերը իր փորձառությունն ունի, մեկ այլ կազմակերպություն կամ միավորում իր փորձառությունն ունի, ու շատ կարևոր է, որ սիներգիա լինի, հա, համագործակցություն ու սիներգիա լինի, որ 1+1-ը չլինի 2, կամ գոնե 2 լինի, բայց ցանկալի է, չգիտեմ, 11, 111 եւ ավելի մեծ թվեր բերի։ Ծրագրերը շատ են, նաև Tech for Armenia շարունակելու է մեզ համար առաջնահերթություն լինել, ոնց որ դու ասացիր եւ Tech Week-ին եւ Digitech-ին լինելու ենք անպայման։ Համալսարաններում ենք շատ աշխատանք տանում, այսինքն շատ կարևորում ենք համալսարանի ուսանողների եւ նոր ավարտողների հետ աշխատանքը իրանց ներգրավում մեր ծրագրերում։ Դրանք են մեծ թեմաներն են, որ ունենք։ Շատ լավ, ուրեմն հանդիպենք հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում Tech Week-ի շրջանակներում, փնտրենք Գորին, փնտրենք Tech Week-ի տաղավարը եւ Tech Week-ի մասին ինֆորմացիա գտնենք եւ հանդիպենք հոկտեմբերի 10-ից 12-ը Մեյդիանում, Երևանում Digitech-ի 20-ամյակին, որտեղ վստահ եմ, որ դուք թույն բաներ եք ներկայացնելու ու շատ ուրախ եմ, որ եկար, իրոք ուրախ եմ, ես այսքան ուրախ չեմ եղել երբեք, ու տենց շատ անկեղծ միշտ ասում եմ, չէ, անկեղծ միշտ ասում եմ, բայց այսքան շատ չեմ ասում, շատ տպավորված եմ, շատ հետաքրքիր զրույց էր, ինձ թվում է մի հատ այս Digitech-ից հետո նորից կնստենք, տեսնենք ինչքան tech ենք նստել այս անգամ ու ինչ արդյունքներ գրանցեցինք։ Ընտիր պայմանավորվեցինք, շատ մերսի, ոդքասթին էլ առանձին հաջողություն, որովհետև կարծում եմ շատ կարևոր հարթակա տարբեր թեմաներից խոսելու ու այդ թեմաները մեր լսարաններին հասցնելու համար։ Քեզ մեծ հաջողություն։ Շնորհակալ եմ։